Ես մոռացա մի վարքյան։ Էն տոպրակը բեր անվտանգության աշխատակցի ականջին շշնջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քիչ անց լրագրողներին ցույց տալիս, թե ինչի վրա է հիմնվում, երբ թունդ բառապաշարով ստատուսներ է գրում հոգևոր իշխանության մասին։ Համաբարբար կանոնագիր քայոց։ Այս եւ ահա այս գրքերի մեջ է սահմանված։ Եկեղեցական կանոնագրքերն են վարչապետի վերջին օրերի սեղանի գրքերը։ Այսօր առավոտյան 6-ն էլ չկար, երբ նա սոցցանցում արդեն մեջբերումներ էր անում այս կանոնագրքից։ Ասելիքն ամփոփող է, ուխտը խախտողը պիտի կարգալույց լինի։ Նորությունն այն է, որ կաթողիկոսից բացի ըստ Փաշինյանի Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանն էլ է կուսակրոնությունից շեղվել, ապացույցներ ունի։ Եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Ասում են անլուրջ է ձեր հայտարարությունը։ Իրանք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Նիկոլ Փաշինյանն առայժմ չի բացահայտել, թե որտեղից է ստանում այդ ապացույցները։ Այսօր էլ հայտարարեց, եթե իր պնդումները դատարանում վիճարկող լինի, կներկայացնի դրանք։ Ինչու է Փաշինյանը հիմա հիշել հոգևորականներին, ասաց նախկինում էլ լսել էր այդ մասին, չէր հավատում։ Երկար ժամանակ ես չեմ հավատացել այդ լուրերին, որովհետև ես ուղղակի չեմ մտածել, որ այդպիսի բան կարող է լինել։ Ու հիմա լռել չի կարողանում, որպես հավատացյալ։ Հենց այդպես է ներկայանում վարչապետը, երբ խոսքն ամենայն հայոց կաթողիկոսին փոխելու իր նախաձեռնության մասին է։ Վստահ է առանց բախումների վեհարանը կազատի վեհափառից, մեջբերում քրիստոնեական սիրո վրա հիմնված քայլերով։ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի։ Էլի ես կանոնագրքից ինչ որ ասում եմ, այստեղից է։ Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հաստափոր նույն գրքերով խորհրդարանական ամբիոնի մոտ էր։ Ոնց կարանք մենք թույլ տանք, որ վեհարանում գտնվի մի մարդ, որը արհամարել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք իր ստանձնած ուխտը։ Ոնց կարանք մենք դա հանդուրժենք։ Համաձայն չէ, որ եկեղեցու գործերին խառնվելը իր գործը չէ։ Ժորժ ջան, այդ մեր եկեղեցին է։ Ոնց ենք մենք մեր եկեղեցու ներքին գործերին խառնվում։ Այդ մեր եկեղեցին է, այս մեր ուխտն է, այս մեր ավանդույթն է։ Իդեպ Փաշինյանը մեջբերումներից բացի թեմատիկ տեսանյութ է տարածում։ Այդտեղ հինգաբեղաներ Մայրաթորում կուսակրոնության կարգն են ընդունում ու վերջում ուխտագիր ստորագրում։ Ազն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Ուխտը եկեղեցու առաջ է եւ Աստծո առաջ է, այսինքն եկեղեցին Հիսուսի արյունից է, եւ ուխտը եկեղեցու եւ Աստծո առաջ է։ Պետհամալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս կրոնագետ Վարդան Խաչատրյանը պնդում է հոգևորականի ուխտի հովանավորը Աստված է, վարչապետը չէ։ Կաթողիկոսն էլ ընտրվեց, Աստծո կամքն է։ Այդտեղ գործում է Աստված ուղղակի, այսինքն ընտրությունը պատկանում է Աստծուն։ Եթե Աստված չի կամենում, որևէ մեկը չի կարող ընտրվել, որովհետև Աստծո ձեռքին է ամեն ինչ։ Եթե նա ընտրվել է ձայների մեծամասնությամբ, ուրեմն դա Աստծո կամքն է։ Ըստ կրոնագետի այս հարցերը քննելը ժամանակավոր իշխանության գործը չէ։ Եթե դուք բացում եք կամախներով առլեցուն պահարանը, առաջի հերթին դա լցվում է ձևով։ Շնություն անելով այլևս կույս չեն կարող համարվել։ Ոչինչ չի կանգնեցնի վարչապետին, նա արդեն այնքան է խորացել դավանաբանական, կանոնական, կրոնական գրականության մեջ, որ թիմակիցները նրան հենց այդպիսի հարցեր են ուղղում խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ։ Արուսյակ Ջուլհակյանը Գրիգոր Լուսավորչի զավակների վերաբերյալ տեղեկատվություն էր խնդրում։ Ռուբեն Ռուբինյանը կանոնագրքից պարզաբանում էր ուզում եւ Փաշինյանն ուներ բոլոր հարցերի պատասխանները հղումներով։ Կանոն Գրեմիա Եպիսկոպոսը կամ երեցը կամ սարգսակը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանցության կամ գողության մեջ բռնվեն, կարգալույծ լինեն։ Ասում է, եթե տանտիկին պահի, կարգալույծ լինի, այսինքն քննարկման տեղ չի թողում։ Հաջորդը իթ կանոնը։ Վարչապետը բոլոր հղումներից միայն մեկ եզրահանգում ունի՝ հայ առաքելական եկեղեցին պիտի ազատվի իր բառով սրբապիղծներից։ Ինքը կամակատար է, ինչ ասում են, այն կատարում է։ Ադրբեջանի պատվերում է այս։ Այո, Ադրբեջան չէ, Թուրքիա։ Կուգարած թեմի առաջնորդն այս ամենն անվանում է ցնորամտություն ու վստահ պնդում, թե ամենայն հայոց կաթողիկոսը չի հեռանալու, մոռացեք։ Նման բան չի լինելու։